Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչև երեկվա իրադարձությունները արդեն մոտավորապես 1 ամիս մոնիտորինգ ենք անում իրավապահ համակարգի սոցիալական կոմունիկացիան, իսկ մեդիա կոմունիկացիան եւ վերհանել ենք շատ հետաքրքիր օրինաչափություններ, որ թեև իրենք մասնակիորեն անում են իրենց լիազորությունների հաշվետվողականության վերաբերյալ գործառույթներ, բայց եթե ամբողջության մեջ նայենք դրա տոկոսային բաղադրիչը ինչքան է, տեսնում ենք, որ այդ մեդիա կոմունիկացիան ակնհայտ քաղաքականացված է։ Հատկապես նախընտրական շրջանում, եւ սա վերաբերել է նաեւ նախորդ ընտրություններին էլ դիմերում, հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները շատ խնդրալուց են։ Միջոցառումը սկսելուց անմիջապես հետո կարճ դրա մասին ասեցիր։ Նախ եւ առաջ շատ լուրջ խնդիր է եւ այս խնդիրը կոմունիկացրել ենք եւ շարունակելու ենք ներկայացնել բոլոր դիտորդներին, նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ենք ներկայացնելու։ Հաղորդագրությունների մեջ քաղաքական ուժի անվանումը նշելը, նրա սիմվոլները տեսանյութում բերել ներկայացնելը կամ այլ եղանակով, չգիտեմ, հանրահավաքներից կադրեր եւ այլն։ Ես ընդունում եմ, որ եթե օրինակ քրեական գործ հարուցվի կենտրոնական շտաբի դեմ, այսինքն ցույց տան, որ ամբողջ քաղաքական թիմը ինչ-որ հանցագործություն է կատարում, այս կողմից էլ հայտարարություններ կենան, որ սա ակնհայտ ապօրինություն է, իսկ նախաձեռնող կողմը սպանավեճի լինի ընտրություններին մասնակցող ուժը, նորմալ է, որ իրավապահ մարմինը արդարանալու կամ իր արածը ճիշտ ներկայացնելու տեսանկյունից այդ ինֆորմացիան ներկայացնի եւ հիմնավորի, որ այո, ինքը ճիշտ է վարվել կոնկրետ անուններ էլ նույնիսկ նշելով։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ կան հատվածական ինչ-որ տվյալներ, որ ներկայացվում են, այս ինչ մարզում է, ինչ շտաբի աշխատողը կամ շտաբի պետը այս ինչ գործողությունն արել, այս ինֆորմացիան ուղեկցվում է հենց քաղաքական հակաքարոզչությամբ։ Ընդհանրապես իրավապահ մարմինները այո ունեն իրենց գործառույթների մասին եւ հանրությանը իրազեկելու իրավունք եւ պարտականություն, այսինքն հանրային հաշվետվողականության իրավունք եւ պարտականություն, եւ նաեւ ողջունելի է, որ հանցագործությունների կանխման եւ նախականխման տրամաբանության մեջ նաեւ այդ ագիտացիան անեն, հա, որ այս տեսակ արարքը հանցագործություն է, ունենք մոտարապես նման դեպք եւ չի կարելի այսպես անել, ով որ կանի կարող է ենթարկվել իրավապահների օրինական հետապնդումներին։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այս շատ կարճ, չոր օֆիցիալ ինֆորմացիային փոխարինելու է գալիս շատ հաճախ մոնտաժի հնարքներով եւ ռեժիսորական լուծումներով ինչ-որ տեսանյութեր, որոնք հատկապես թիրախավորում են ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին, նշելով նրանց անունները, ցույց տալով տարբեր կադրեր, որոնք կապ չունեն գործի վերաբերյալ, հասկանում ենք, որ թիրախը թերևս իրենց օրենքով ունեցած պարտականությունները չեն, թիրախը հանրությանը իրազեկելը չի առհասարակ հանցագործությունների կանխման վերաբերյալ, այլ թիրախը հենց քաղաքական հակակարողությունն է։ Շատ ավելի հետաքրքիր են այս հաղորդագրությունների բովանդակությունները, որովհետև երբ որ հրապարակվում են ձայնագրություններ, առաջարկում եմ յուրաքանչյուր հաջորդի հրապարակվելիք ձայնագրության վերաբերյալ այդ տեստը յուրաքանչյուր մարդ անի։ Փորձի իր համար առանձնացնել այս հրապարակված տեքստից, որը ուներ իրավական նշանակություն, որ կարող վկայեր կոնկրետ հանցանքի մասին, եւ որոնք են, որոնք չունեն իրավական նշանակություն, ասել է թե ինֆորմացիան մատակարարում քաղաքական բանավեճերի կամ քաղաքական խոսույթի համար։ Օրինակ, երբ որ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ենթադրաբար շտաբի ինչ-որ աշխատող կամ վստահված անձ կամ ինչ-որ այլ կարգավիճակով անձ խոսելով նույն ոլորտում գործունեություն իրականացնող մարդկանց մասին, ասում է շունշանգյալ, այս արտահայտությունը իրավական ոչ մի նշանակություն չունի եւ հակակոռուպցիոն կոմիտեն կարիք չունի այս արտահայտությունը հրապարակելու։ Բայց մենք քայլերի հաջորդականությունը տեսնում ենք, իրենք սա տալիս են, նույն օր այս արտահայտությունը վերցվում է եւ դառնում է հաջորդ, ասենք, չգիտեմ, օրերի կամ շաբաթների քաղաքական օրակարգի անբաժանելի մասը։ Այս մոտեցումը բնորոշ է եղել նաեւ այլ իրավապահ կառույցներին,
քննչական կոմիտեն է տարբեր ժամանակներում այս քաղաքական հետաքրքրության գործերով այս գործիքը օգտագործել ազգային անվտանգության ծառայությունն օգտագործել, բայց հիմա ներկա փուլում հատկապես, քանի որ բացառիկ լիազորությունն է հակակոռուպցիոն կոմիտեի ընդրական հանցագործությունների քննությունը, ամենաշատը այս փուլում դա նկատվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից եւ այս առիթը օգտագործելով, նաեւ այլ հարթակներ օգտագործելով անհրաժեշտ է այդ կոչը հղել, որ օրենքով նախատեսված լիազորությունների հաշվետվողականության համար սահմանափակվեք 4 պաշտոնական տեքստով։ Դադարեք քաղաքական հակաքարոզչությունը իշխանության օպոնենտների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Հայաստան դաշինքի նախորդ օրվա հրապարակված ձայնագրությունը, մենք արդեն իսկ տարբեր դիտորդների այս հարցը ներկայացրել ենք եւ կազմել ենք փաստաթուղթ նախորդ օրերի նման հրապարակումների մասին եւ ստացվեց, որ արդեն հերթական անգամ է վերաբերեց նաեւ Հայաստան դաշինքին, էլի դեռևս անձինք չհարցակնված, չգիտեմ, խափանման միջոցի հարցեր չքնված, այս հաղորդագրությունը որպես բացահայտ ճշմարտություն ներկայացվել է հանրությանը, եւ վերջում նույնիսկ եթե դիսկլեյմեր են անում, որ անձը համարվում է անմեղ, բոլորս հասկանում ենք, որ սա ընդհանրապես ձևականություն է եւ տպավորությունը թողում է հենց այն աուդիո-վիդեոյալ մատերիալը, որ իրենք տարածում են։ Հայտարարվեց, որ տեղի ունեցել անձի վրա ազդեցություն, որ իր կամքը ճնշելու համար որ քվեարկի նաեւ բարեգործության արգելք կան։ Իրականության մեջ շատ հանգամանքների մեջ են ներկայացնի, որ գործին այլ կերպ չխանգարեն, բայց նախնական ինքն տեղեկատվությունը այդ գործով այն է, որ իրար մտերիմ մարդիկ իրար մեջ ունեցել են ֆինանսական հարցեր։ Պատկերացնենք ընկերոջը պարտքով փող է տալիս։ Կենցաղային հարցեր։ Այս պարագայում ասենք կան տանձը նշներ, որ իր փեսան։ Ու նաև դրանից հետո այս հաղորդագրության տարածումից հետո տեղյակ են, որ այն անձը, որ հիմնական կենտրոնում է դատարանը չի հրաժարվել կալանավորել, այլ խափանման միջոց ընտրվել վարչական հսկողություն, եթե չեմ սխալվում, մեկ այլ անձի նկատմամբ տնային կալանք կիրառվել եւ նաեւ արդեն իսկ այդ նույն օրվա նախաքննության ընթացքում հերքվել է այն տվյալը, որ անձի նկատմամբ ճնշում է գործադրվել։ Այսինքն այդ անձը ինքը հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշում չի գործադրվել։ Հիմա այս տվյալների պարագայում մենք չենք տեսել, որ օրինակ հաջորդ օրը հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն անի, որ գիտեք, երեք երբ որ մենք ասացինք, որ այս բանը եղել է, հիմա էլ վարույթով այսպիսի տվյալ ենք ստացել։ Այս նախադեպերով, օրինակ, 21 թվականից էլ կարող ենք ֆիքսել, որ եղել են այս նույն հաղորդագրությունները, գնացել են գործերը, մարդիկ արդարացվել են, կամ այս պայն էլ դատարանում կան գործեր, որտեղ իրենք չեն կարողանում ապացուցել մարդկանց մեղքը, բայց այս գործերի ավարտով այդ իրազեկումը հարությանը չի լինում այն ինտենսիվությամբ, ինչպիսին եղել է գործը հարուցելուց։ Գլխավոր դատախազությանը օրինակ անդրադառնանք, որովհետև օրենքով գլխավոր դատախազությունը օրինակ պարտականություն ունի արդարացված անձի պահանջերավոր պահանջով ներողություն խնդրել։ Այն գործերը, որտեղ իրենց պաշտոնական կայքում հրապարակում են նույնիսկ դատավորի վերաբերյալ վարույթով, որ անձը մեղավոր է կատարել այսինքն ինչ անձանքները, անձի արդարանալու պարագայում, երբ որ անձը գերավոր դիմում է ներողություն խնդրել համար, ոչ միայն իրենց կայքով չեն հրապարակում դա, այլև գտնում են մի հատ ինչ-որ դեղին մամուլի Չ-կլասի կայք, որտեղ տոնական օրերին կարող է գիշերվա ժամին այդ հայտարարությունը տան, ու ասեն, հեսա տեսեք, մենք իրանց բան ենք արել, բայց ինչ կապ ունի այդ դեղին մամուլը դատախազության հետ, դա էլ մնում է հարցական։ Խիստ տրամաբանական է, որ եթե դու այս հարթակով օրինակ քաղաքացիական գործերը ոնց են, երբ որ դու ինչ-որ եղանակով անձին զրպարտում ես, դատանը պարտավորեցնում է նույն եղանակով էլ իրազեկումը տաս, որ զրպարտել ես անձին կամ ներողություն խնդրես վիրավորանքի համար։ Իրավապահ մարմինները այս կանոնին չեն հետևում եւ իրականում խնդրեմ էլ չի, որ հետևեն իրենց օրենքի տեսանկյունից, որտեղ եթե դու աշխատում ես օրենքով, ենթադրում է դու այդ պահին ունեցել ես տվյալ, վերջում գնացել անձը արդարացվել է։ Հենց օրենքի մեջ էլ պատական չի, որ գրած է, որ այո, երբ որ անձը արդարացվում է, կարող է պահանջի, որ դու իրենից ներողություն խնդրես։ Հիմա այս ներողությունն էլ տանել, ճխտել ինչ-որ տենց խորը տեղերում, որ չերևա, որ դու ի սկզբանե քո տված հայտարարությունը խնդրահարույց է, ընդ որում կարող է նույնիսկ ապօրինի էլ չլինի այդ առաջի պահի, կարող է բավարար տվյալներ ունենան գործ հարուցելու եւ մեղադրանք առաջադրելու համար, հետո պարզվի, որ անձը մեղավոր չի։
բայց նորմալ ընթացակարգ հա, է, բայց այս հետևողական վերաբերմունքը, որ ամեն ձև մենք չընդունենք մեր սխալները կամ չընդունենք, որ անձը մեղավոր չէր, հատկապես քաղաքական նշանակության գործերով, ցույց է տալիս, որ իրապահ մարմինները ինձ հատկապես շահագրգռվածություն եւ դիտավորություն ունեն քաղաքական հակակարողությանը մասնակցել։